եմ հայտնում զեկույցը ներկայացնելու համար եւ հենց բովանդակությունից հարցեր ունեմ ձեզ քննված քրեական վարույթների մասով օրինակ նշում եք որ քրեական 2279 վարույթ է եղել եւ որը ավարտվել է 849 ավարտված վարույթներից ընդ որում այդ թվում կրկնակի է այս մասով կուզենայի ասել ինչու կրկնակի քննված եւ 8 ավարտված վարույթներից 167-ը ուղարկվել է դատարան բայց արդյունավետությունը գնահատելու համար կարծում եմ մեզ էլ ձեզ էլ պարտադիր պետք է նշված լինի թե քանի վարույթ է մերժվել կամ բավարարվել դատարանի կողմից կամ որոնք են ավարտվել մեղադրական եզրակացությամբ կամ արդարացման հիմքով ինչպես նաև այնտեղ նշված էր որ կարճվել է 682 վարույթ, այս էլ է բավականին մեծ թիվ, ինչով է պայմանավորված, որոնցից էլ 38-ի վարույթը կարճելու որոշումները դատախազի կողմից վերացվել կամ չեն հաստատվել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 6-ի եզրակացությունը, ինչի մասին են այս տվյալները, արդյոք նորմալ չի իրականացվել այդ նախաքննական վարույթը, այս մասով մի փոքր մանրամասնեք, այստեղ էլ ուզում էի նաև հաստիքների ու ծանրաբեռնվածության մասին խոսել, ամեն դեպքում 2024 թվականին դուք նշեցիք, որ միևնույն է հաստիքները ամբողջությամբ չեն համալրվել եւ ընդհանուր գործը իրականացրել են ընդամենը 51 քննիչ, բայց եղել է աննախադեպ աճով վարույթներ, այս բառը աննախադեպ աճով իսկապես 2023 թվականին այդքան աննախադեպ աճ ա եղել վարույթների եւ չեն կարողացել բավարար չափով քննիչները աշխատել եւ մեծ ծանրաբեռնվածություն են ունեցել, ինչ գործունք հայլեր են կանում այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ համալրենք այդ հաստիքները։ Խնդրեմ, պարոն Աբրետ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Աննախադեպ աճի հետ կապված ես որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացրեցի, օրինակ 2024 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում 465 վարույթ ավել է քննվել, քան 2023 թվականին, սա հավաստիացնում եմ ձեզ, որ իրականում համարում է աննախադեպ վարույթների թվի աճ, ինչ վերաբերում է այն հարցին, թե հակակոռուպցիոն կոմիտեում ինչ է արվում հաստիքների համալրման նպատակով, օրենքով հստակ մեխանիզմներ կան, նաև կարգավորումներ կան, որ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է մրցույթներ, այդ թե ինքնավար պաշտոնների եւ թե օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձանց հաստիքների համալրման նպատակով եւ այդ մրցույթները հնարավորինս արագ են հայտարարվում, իսկ հետագա process-ները դա կախված չէ հակակոռուպցիոն կոմիտեից, դա կախված է առաջին հերթին բարեվարկության եզրակացություն ստանալուց, որտեղ այդ անձինք բոլորը անցնում են պարտադիր կերպով բարեվարկություն եւ դրանից հետո մյուս օրենքով նախատեսված մյուս փուլերը հաղթարելուց այդ թվում գրավոր քննություն, բանավոր քննություն։ Սա այս մասով ինչ վերաբերում է ձեր այն հարցադրմանը, թե ինչ է իրենից ենթադրում կրկնակի քննված վարույթներ, մենք գիտենք, որ ունենք դատախազական հսկողություն, այս կրկնակի քննված վարույթները վերաբերում են նրան, որ շատ դեպքերում, շատ չի ասի շատ դեպքերում, թվով 35 օրինակ վարույթով դատախազների կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին որոշումները վերացնելու եւ նորից նախաքննություն իրականացնելու վերաբերյալ այս կրկնակին զուտ այդ նաեւ դատախազի կողմից կայացված որոշումների արդյունքում մեկ անգամ եւս քննված վարույթներն են, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալները առանձին կերպով ներկայացվել են հաղորդման շրջանակներում։ Դատարան ուղարկված գործերի մասով, թե այդ գործերից որոնցով են կայացվել արտահասման կամ մեղադրական դատական ակտեր, նախ նշեմ, որ քանի որ մենք հաշվետվություն ներկայացնում ենք 2024 թվականի գործունեության վերաբերյալ, ես մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ մեծամասնության այս ուղարկված վարույթների մեծ մասը հավանաբար դեռ գտնվում է դատալսումների փուլում, այսինքն process-ի մեջ է եւ դրանցով ավարտական դատական ակտեր դժվար թե ունենանք, ամեն դեպքում նաև նշեմ, որ առանձին հաշվառում հակակոռուպցիոն կոմիտեում այդ մասով չի վարվում, սակայն մենք ներդնելու ենք այդ նաև հնարավորությունը, որպեսզի գնանք հետևողական բոլոր քրեական վարույթների հետևից եւ տեսնենք, թե
որ քրեական վարույթով կայացվեց մեղադրական եւ որով արտարացման դատական ակտեր, որպեսզի նաեւ ուսումնասիրենք այդ արտարացման դատական ակտերի հիմքում դրված պատճառաբանությունները մեր հետագա աշխատանքում այդ եթե թերացումներ լինելու են, այդ թերացումները կամ բացթողումները կամ նույնիսկ խախտումները բացառելու համար այսքանը շնորհակալություն։ Արձագանք։ Այո, ունեմ արձագանք, որտեղ էլի հարցեր ունեմ։ Ես կարծում եմ նման կերպով ավելի շատ կարող եք ձեր արդյունավետությունը գնահատել, թե ինչքանով է դատարանը ինչքանով է ձեր ցուցանիշը համապատասխանում նաև դատարանի վճռին, ձեր տված եզրակացությունը, բայց այստեղ մի երկու տվյալ էլ կա, որի վերաբերյալ ուզում եմ խոսեմ, ձեր խոսքում էլ նշեցիք հանցագործության պատճառված վնասի մասին, պետությանը պատճառվել է 3 միլիարդ 802 միլիոնի մնացածը չասեմ դրամի վնաս, բայց վերականգնվել է ընդամենը 274 միլիոնը, բավականին քիչ թիվ է վերականգնվել, այս ինչով է պայմանավորված, այս մասին կուզենայի խոսեք եւ մի տվյալ կա, որ կոնկրետ աչք է ծագում, դատավարական հարկադրանքի միջոցները եւ քրեական վարույթներով ձերբակալվել է 435 անձ, որոնցից մեկը ազատ է արձակվել ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու հիմքով։ Այս մասը չեմ կարողանում հասկանալ, այս մեկ անձի վերաբերյալ այս հիմքով ազատումը ով է եղել, ոնց է եղել, ինչի է ցկվել եւ ազատվել։ Ձեր թույլտվությամբ պարոն Հակոբյանն այդ պատասխանի այդ հարցը։ Շնորհակալություն։ Ուրեմն խոսքը վերաբերում է ձերբակալման 3 տեսակ օրենսդրական կարգավորումներով 3 տեսակի ձերբակալումներից անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալման մասին, որի վերաբերյալ, այսինքն 72 ժամվա ընթացքում որևէ ապացույց ձեռք չի բերվել, այսինքն կասկածը հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու իմաստով չի հաղթահարվել եւ մի հոգին, այո, եւ ազատ արձակվել է։ Հետագայում, եթե չեմ սխալվում, մեղադրանք չի ներկայացել։ Չէ, ներողություն, մեղադրանք լրացուցիչ ապացույցներից հետո նորից այս անձը ձերբակալվել է արդեն դատարան տանելու հիմքով։ Հիմա չբացահայտեմ գործը, բայց այսպիսի դեպքով է եղել։ Ինչ վերաբերում է պետության պատճառված վնասին, քանի որ այստեղ միայն դրամական արտահայտությամբ զուտ կանխիկ դրամի տեսքով արտահայտված է 477 միլիոն դրամից ընդհանուր վերականգնումից պետությանը 274 միլիոնն է վերականգնել, բայց այստեղ ունենք դեպքեր, երբ որ պետությանը կամ համայնքին վերականգնվել է գույքի տեսքով։ Սա ուղղակի դրամական արտահայտությամբ հաշվետվությունում ներառված չի, եթե չեմ սխալվում հիշողությամբ կարող եմ ասել, մոտ անցած տարի 24 թվականին մոտավորապես 10 հողային գույքային հողի տեսքով գույք է վերադարձվել համայնքին եւ մեկ շինություն բարձր արժեքեր, եթե չեմ սխալվում, մոտ 800 միլիոնի կարգի։ Ես մի բան ասեմ, այդուհանդերձ գույքային կլինի, դրամական կլինի, հատուցումը ինքը պետք է դրամական արտահայտություն ունենա, որ մենք ավելի հստակ եւ մեր հանրությունը ավելի հստակ պատկերացում ունենա, հետագայի համար սա հաշվի առեք, պարոն Աբեզյան, բանական խնդրեմ։ Միատ ընդամենը ավելացում ես մասով, որ նշում եք պատճառված վնասի չափը եւ նաեւ վերականգնված գումարի չափը, պետք է նաեւ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ սրանք ավարտված վարույթներ են, այսինքն դատարան հանձնված հիմնականում վարույթներ են եւ բնականաբար դատարան հանձնված վարույթներով նախաքննության փուլում արգելանքներ են կիրառվում, այսինքն որպես մեղադրյալ ներգրաված անձանց գույքի վրա արգելանք է տրվում, որը վերջնական այդ գույքի ճակատագիրը որոշելու է դատարանը կայացված դատական ակտով, հետեւաբար նաեւ այս պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ է նախաքննական մարմինը միջոցներ ձեռնարկում, որոնք իրենց ավարտական տեսքը ստանալու են դատական ակտով։ Շնորհակալություն։ Շատ բարի, հարգելի գործընկերներ,